12 տարեկան երեխային նայելով մտածում էի ինքը 40 տարեկան է։ Մենակ մեր հագի շորերավը։ Երեխաներ, հաշմանդամներ, ծերեր, մենք իսկականից որ բռնեցին գաղթի ճանապարհը։ Ուրեմն մեր տղաները կռվել են թուրքերի դեմ, որ մենք կարողանանք գյուղից դուրս գանք։ Եթե իրանք կռված չլինեին, արդեն 500 մետր է մնացել, որ հասնեն գյուղ։ Գնում ենք փուռ, ասում են չկա արդեն հաց։ Ինչ ենք տանում, մի փոքր սենց ամանի մեջ կուրկուտ գնում էինք ուտելիքը տալու, տեսնում որ չկա այլևս այդ տատիկը, մահացել է։ Իմ հողում ուսումոզում մեռնի։ Շատ բան չենք հայել, որտեվ կար վախի զգացումը։ Տեսնես մերոնք են կրակում, թե իրանք, մերոնք, թե իրանք, ամենադաժան օրը պատերազմի հաջորդ օրն է լինում։ Գերի են տանելու, ողջ են արդյոք թե չէ։ Ուղարկավորեցին հաջորդ օրը ճանապարհը բացվեց, չէինք շտապում դուրս գալ ընդհանրապես։ Ավազակների նման դեղատներն էինք ջարդում մտնում, մարդիկ լացում էին, գոռում էին, ինչ որ շատ դաժան ֆիլմի կադրեր էին։ Կրակում էին, անընդհատ կրակում էին։ Ամեն գիշեր պարկում ես, մտածում ես, որ առավոտյան կարաս չարթն անես, որ մի օր թշնամին չէր կրակում, այդ արդեն լավ օր էր։ Մեր գյուղի ներքևում շլագբաուն էին դրել թուրքերը։ Նկատեցի, որ այդ խաչի իջեցնում են։ Ամեն շաբաթ մի քանի զոհ ունեին, պապաս տենց էլ վերջի անգամ չեկավ տուն։ Մեզ ուղղակի ասեցին, «Վсё, առանց ընտրության դուք պետքա գնաք այստեղից»։ Մտքովս չի էլ ուզում անցնի, որ մենք ձեդը բաբին նայելու ենք, ինչպես տեղի բնակիչները Արարատին։ Գալ Գորիսից իրենց լեզվով սպեցգրոզը ընդունել։ Այսինքն դիմավորի դիակը։ Չպիտի լինի Մարտունու շրջան, պիտի լինի Խոջավանցկի ռայոն։ Играют միացում на костях этой девушки։ Կարողացա հասնել Պանիխիդայի վերջին, անպաշտպան մարդուն, ոչ ոք չի սիրում։ Ահա եւ վերջ։ Իմացա, որ բալիկի եմ սպասում, ժամանակից 2 շաբաթ շուտ ծնվեց։ Սկզբում կաթ ունեի, բավարարում էր բալիկիս, բայց դա տևեց ընդամենը 10 օր։ Մեզ բարի մարդիկ օգնեցին, վազեցինք եկեղեցու ապաստարան, ինչ որ լինի, թող մի անգամից լինի։ Էլ կրկժանը մերը չի, թշնամին արդեն ցորում էր, որոշեցի Արսենի անուն ազգանունը գրել ու դնել իր ծոցակրպանում։ Ես ամեն ինչ եմ թողել այդ օրորոցի մեջ։ Երեխան գտնվում էր ծանր ռեանիմացիայում։ Ամեն ինչից զրկված էինք, չէի կարող զանգեի ոչ ամուսնուս, ոչ երեխային։ Դե խոխին ինչ այսինս էր ուչ մեր պապացով։ Կորցրեցի ամեն ինչ, եւ հայրենիք, եւ ամուսին։ Հերձարանից էին ասում, որտեղ չկա։ Իրան թողել ենք մենք եկել այդ ոնց կգտնենք իր այդ գերեզմանի տեղը։ Դուրը բաց էինք թողել։ Մտածելով որ մեկը էսա գալու։ Տան հենց ուղղությամբ ամեն օր գործի գնալուց թուրքի դիրքն էի տենում։ Վազելով գնացի մանկապարտեզ այդ պայթյունների տակ, մենակ այդ պայթյուններն եմ հիշում։ Ամբողջ տան բարձրությամբ ծուխ եմ տենում։ Մինգի գյուղից հետո ադրբեջանցիները 2 տեղ դիրքավորված էին։ Նույնիսկ չկարողացանք վերադառնալ գյուղ, որ գոնե երեխաների համար շոր վերցնենք։ Շուշի չհասած հենց ճանապարհի մոտ ադրբեջանցիները նստած սարերի տակ խոսում էին, սեպի կանգին գրանցել։ Հենց Արցախում ինք մահացավ։ Հայրենիք ու ծնող կորցնել։ Դա աննկարագրելի ցավ է։